Բարև ձեզ հայր ջան, երկար ժամանակ էֆիր դուրս չէի գալիս, խնդիրներ կար, հաղթահարեցինք Աստուծո հայր ջան, բոլորդ սպասում եք երկու քույրիկի գետ ընկնելու, իբր թե գետ ընկնելու մասին, հələ մի երկու օր էլ համբերեք, բոլոր վիդեոները ուսումնասիրում եմ ժողովուրդ ջան, որ հստակ լինեմ, չսխալվեմ, հիմա ուրիշ բանի մասին կխոսամ ժողովուրդ ջան, ես հիմա գտնում եմ Երևանի կենտրոնում, Էսի Տերյանի խաչմերուկն է, երիտասարդականի բակ տանող ճանապարհն է, էսա, այստեղ ես լայվ եմ արել, տեսել եք, խոզի լիարդը շպրտել եմ ջվուդների արձանի վրա, նայեք, հիմա ես ձեզ ցույց կտամ տարբերությունը ժողովուրդ ջան, այո, հայոց, նաև այս արձանը, արձանին կից, այսինքն ընդհանուր արձանը դրված է ջվուդների իբր թե խալակոստի և մեր Եղեռնու հիշադակին, եկավ ջվուդը նկարեց իրանց արձանը, գնաց, ուրեմն խոսացել եմ, շատ եմ խոսացել ժողովուրդ ջան, որ ջվուդները հենց մեր դահիճներն են, չպիտի դահիճի արձանը որպես ժերտվա, որպես տուժվող, կայնած լինի հենց իրան ժերտվայի կողքը հավասար, սրան վերջ է պետք դնել ժողովուրդ ջան, հիմա ուշադրություն դարձրեք այգու տեսքին, էսի ոչ թե մեր պատվին է, իրանք իրանց համար, Ջվուդ Ավինյանը, իհարկե, շատ կոկիկ է պահում էս այգին, ուշադրություն դարձրեք։ Շատ ակուրատնի, տեսակ, կոկիկ պահված, ասել իրանց ջվուդների գույներն են, որ ստեղ չպիտի լինեն, մեր երկրում այս գույները ջվուդական դրոշակի սիմվոլներն են, Էսան ժողովուրդ ջան, Հայաստանում սա պիտի գոյություն չունենա, ես տանում եմ, գցում եմ համապատասխան տեղ, էսա, իրան տեղը, հիմա գնում ենք, Էս այգու հագարակ մայթը ժողովուրդ ջան,
Գնում ենք դիմացի հենց այգին է, ուշադրություն դարձրեք, դե արդեն տեսեք այս այգու վիճակը, այսենց, նայեք, այսենց, խոտերը չջրված, աճելա միջև ծառների, նայեք, վարված վիճակում, նայեք այս, այնտեղ իրանցն է, նայեք, այսենց այգին, լկտեաբար այս վիճակի մեջ է, կեղտի մեջ կորած, դիմացի մայթն է ուղղակի, ժողովուրդ ջան, այգին ընդամենը դիմացի մայթն է, ժողովուրդ ջան, տարբերությունը նայեք, Էսի արձան է, նայեք կեղտի մեջ կորած, նայեք, տեսնում եք, ահա, այս եկածներն են երևի, լիքը լծված են իրանց շները, նայեք, տեսնում եք, ինչ վիճակի մեջ է, այգին ստեղ, ոչ խոդա քաղված, տեսակ ենտեղի խոդերը քաղած, ջրված, գազոնները տեղը տեղին, ու նայեք այս այգու վիճակը, Հիմա ձեզի ուրիշ բան էլ ցույց կտամ, ժողովուրդ ջան, նայեք, այս այգու վիճակները, սրճարանները, բաները, սա կեղտի մեջ կորած, ոչ մաքրած, ստեղ արձան է տեղադրված, ժողովուրդ ջան, ստեղ արձան է տեղադրված, կեղտի մեջ կորած, ահա, ինչի արձան է սա, սենց ընդհանուր կպահեմ, հիմա կտեսնեք այս արձանի, ուրեմն վարկ հավերժության, վարկ հավերժության, ստեղ գրված է հուշարձանը, ով է ճարտարապետու բան, էսա ստեղ այս կեղտի մեջ կորած, այսենց, այս պաստամենտի վրա, այս կեղտի մեջ նայեք կորած, կարտում ենք, ուրեմն հուշարձանը նվիրված է մշո ճարընտիր, գրքի փրկության պատմությանը և կանգնեցված է Երևանը 2012 թիվ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու և հայ գրատպության 500-ամյակի առթիվ։ Житие вечности. Памятник посвящен истории спасения книги Мышо Чарантырь, мужский гамиллярий, установлен в честь провозглашения ЮНЕСКО города Еревана всемирной столицей книги в 2012 года и 500-летию национального книгоиздания. У մեր ազգին փորձում են, այսինքն առաջի տպագրված անգամ գիրքը հայերն են տպագրել, էսի փրկած Մշո Ճարընտիր գրքի փրկության արձաննա, մեզի փորձում են զոմբի արժեք աշխարհով մեկ հայտարարել, հիմա ամենակարևորը արձանի տեսքը, ժողովուրդ ջան, հիմա գնացինք արձանի տեսքը, նայեք, ես եմիշ գլուխը, էսի գրքի բաննա, Ճարընտիր գրվածը տոնական հայերեն ամենամեծ
մագաղատ է, որ ձեռագիրը 555 ու 5.75 սանտիմետրի վրա ճապսերն են, քաշը 28 կիլո, գրվել է, պատկերազարդվել է 1200 թվին Երզնկացի ավագ վանքում, նայեք, այս գրքին 1200 թվին գրված գրքին գրված է, լույս ընկածը լավ չեմ տեսնում, մուտը այդելի ճիշտ, Աստվածատու, նայեք, այս հայացքին նայեք, այս արձանի հայացքին նայեք, լույսն անգա չեք տեսնում, մի րոպե ես փորձեմ, այս դադարք հիմար հայացքին նայեք, տեսքին նայեք ու ամենակարևորը, այս տապակ գլուխը, այսենց նայեք, տեսակ, մոզգ չկա, գլուխ չկա, երկու կողմնանի տապակ գլուխ, նայեցիք, տեսակ ժողովուրդ ջան, հեսա ճարտարապետների ու բաների ազգանուններն էլ կկարտամ, մոռացած եմ, նայեք, տեսակ, հիմար հայացք, հիմար տեսքով, անդուր, եմիշ գլուխ, էսա նայեք, արձանը, երկու կողմնանի, տապակ դեմքեր, ես չակերտավոր հանճարեղները, հեսա կարտանքով է, հայի գրքի այգին կեղդի մեջ կորացա և ուրեմն սկուլպտոր դե երևի Դավիթ Երևանցի արխիտեկտոր Ասրատյան, Միշիկ Մինասյանի բարեկամներից է, 12 թվին դրված արձանը, հազիվ։ Հիմա, ինչա նշանակում ես երկու տապակ գլուխը առանց գանգի, առանց մոզգի, հոգեբանության մեջ, հայերեն չգիտեմ ոնց են ասում, ես раздвоение личности, շեղվածություն, մարդու շեղվածություն, են ինչ որ հիմա, նայեք, սաղ չորացած է ժողովուրդ ջան, նայեք, այգին կեղտի մեջ կորած, раздвоение личности, են որ հիմա ժողովուրդին գծել են մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն, Նիկոլ և ապոզիցիա, նախկին ներկա, Ղարաբաղցի հայաստանցի, սև ու սպիտակ, ամերիկամետ, ռուսամետ, եվրոպամետ, անգամ թուրքամետ, այս են ժողովուրդին խելրծնում են, ժողովուրդ ջան, սա էս թուղթուգիրից բետար, անեցկից բետար, արձանա դրված, ծառների վիճակը նայեք, Երևանի կենտրոնում ենք, այս ծառը այսենց, վարված վիճակում է ժողովուրդ ջան, այս ծառը այսենց, ոչ ջրվում են, ոչ տիրություն արվում, հեսա ուրիշ բան էլ ձեզ ցույց կտամ, կեղտի մեջ կորած, բերել են Հայաստանը լցրել են սևամորտներով, միհար, բերեցին, չալ մեկը գլխի, ասեցին եկել են
ձեր ոտերի տակ մաքրեն, զուգարանները մաքրեն, մենք մեզ լավ զգանք։ Տեսնում եք քաղաքը, կեղտի մեջ կորածա, ամեն ինչից բացի, այդ նիհարները, սատկացները, որ սոված մեռնում են, եկել են Երևան, գոյնե մի քանի կոպեկ աշխատեն, իրանց ընտանիքները Պակիստանում, Բամբեյում պայեն, դարձել են բուղա, զղտգվել են, բիցեպսները քծած, բոտասներ հակած, ջինսիներ հակված, տաքսին գալիս է, ավել փող ա ուզում, Yandex-ը, ասում եմ չհասկացա, ասում եմ, ինչ հասկացար, ասում եմ դու вообще ով ես, հայ եմ, բա ով է, հայ եմ, Էլա հայը փորձեր 100 դրամ ավել, բոլոլան աշխարհով մեկ կաներ, դուք էլ չգիտեք, անցած տարի 1000 դրամից պրինցիպիալն է, քաղաքը չգիտի, մեզ ֆռծնում, ինձ է հարցնում, որ սվիտաֆորից որտեղ թեքվեմ, ասեցի, այդքան բան որ իմանայի, ոնց քշեն աճ ու ձախ, քաղաքում ուրա կարելի ուր չէ, նա տաքսի կքշե, քեզ ինչ եմ կանչե, վերջում կես ճամփից իջնում ենք, մտածում ենք այդ 700 դրամը տանք պրծնենք, նագլիով 1000-ը վերցրելա, տեղից չի շարժվում, պրինցիպիալն ասել եմ չհասկացա, զդաչին ուրա, մուննատ զուննատ գալով, լսեք ուշադի, փնճալով, Էլնում է, կատաղած դուռը փակում է, բագաժնիկը բացում է, այնտեղից հանում է սովետի վաղտվա այն սև գրկերի նման դիպլոմատը։ Մեջը սախ կոպեկներ ժողովուրդ ջան։ Քարը ժողովրդին զդաչի չտալով, նագլիով, ոչ թե տվել է իրան վերադարձրել են չայևոյ, այսենց նագլի չտալով, մի հատ ինքը բան ունի բագաժնիկում, կապիլկա, փող հավաքելու, բերեց այդտեղից մուննատ զուննատով փողը տվեց, հասկացաք, ոնց են արդեն իրանց պահում։ Իրանց էլ արդեն ջինսիներն հակված, բիցեպսներ լծրած, իգիլա։ Արդեն իրանց հայ են ներկայացնում, դեռ ռոլիկները տարածում են արդեն, Աֆրիկայում հայերն են պարզվեց սևամորտներ, Էրնանը տարածում է մուլատկին հայկական տարազով, քիչ-քիչ մեզ սարկում են սևամորտներ, մի րոպե գնալ, քիչ-քիչ, աշխարհին ներկայացնում են, որ մենք այս սևամորտ կաբիկ տրճեներն ենք, հիմա, շատ հաճախ անցնում եմ, գնում եմ դեպի երիտասարդական, այս ճանապարհը, նայեք, ահա, ստեղ այսօր ինչ եմ տեսնում, չգիտեմ որտեղից եմ բերել, ջհուդական գույների մեջ, բերել են դրել են ստեղ, էսի չկա, այս պատի հետևն են խցկել, նայեք, ահա, այս մետրոն գնացող ճանապարհն է, ժողովուրդ ջան, բերել են, էսի չկար, խցկել է ստեղ, ջհուդական գույների մեջ, ինչա գրած, net problema, ահա, հարցական ու восклицательный знак, տեսակ, պրոբլեմ չունեք, այսինքն լիքը պրոբլեմներ ունենանք, լիքը պրոբլեմների ծրագիր են մեզ տվել, հարցականն ու բանն էլ դրվածը, իսկ եթե այդ հարցականն ու բանը восклицательный знакը, վопросительնին ու восклицательնին, հələ նայեք ոնց է թիվը գրած, այդ զնակները գրած, ոչ թե կլորա, նայեք, ահա, ինքը իրան կարակ կարտակ 17, եթե տեղերով փոխեք, ժողովուրդ տեսա, նայեք, հարցականը ոնց է դրված, եթե տեղերով փոխեք, դառնում է 17, 17-ին ընտրություն արեցին, պարզվեց, կաբալայի մեջ 17 թիվ, շատ կարևոր թիվ է սատանիստների համար, Կայինի գրած կաբալայի համար 17 թիվը շատ կարևոր թիվ է, զորություն ունի սատանիստների համար, Կայինը Աբելին սպանողն է, ու պատահական չի, մենք հիմա տեսնում ենք
հերոս Վազգեն Սարգսյանի աղբոր դավաճանական գործողությունը աղբեր չէ, քույրիկ էլ չի, չգիտեմ ինչա, Արամ Սարգսյանի, Ջանֆիդեցի Ռուստամի աղբոր սիկտանտի, ինչա դրա ազգանունը, Սերոբ Գևորգյանի, որ մինետանող այլասերված առանց ամանչելու Ջանֆիդեցի Ռուստամի աղբերը միացել է մինետ անող այլասերված դոգի հետ, պատահական չի, Կայինի հետնորդներն են ժողովուրդ ջան, 17 թիվն է, նետ պրոբլեմ չունեք, հասկացաք, պրոբլեմ ստեղծելու ծրագիր բերել են, խցկել են ստեղ, այդ է տենց հայեր ջան, երեխեքների վերաբերյալ համբերեք, երգորից կխոսամ, նաև կխոսամ ամսու 17-ին մի հատ սիրուն տղա էլ զոյաբերեցին ընտրությունների ժամանակ, ժողովուրդ տղեկ իմացեք, սա թուրքի ջվուդի ողմագնա գործում շակալներով, ինչքան կարգին հայ տղեկ կան, մոդիկանում են, սդից, ասում են ավտոն լավ չկայնցրիր, ավտոն արագ քշիր, ողմագով հարցակվում են մեկի վրա, դանագով են խփել, 16 տարեկան լամուկ, դանագով խփել է 31 տարեկան մի հատ հրաշք պատկեր տղու, հարցակվում են ողմագով, այդ որ երկում են 18 թիվ, մենակ չես, դուխով, հային պետք չի ասել, ողմագով ենք, դուխով էլի, էդի իրանց է, թուլա, թուրքերի ջվուդների, են նովի արմյանի իրանց հրճակված, ջվուդի թուրքերի թուլեկն են հայախոս, ողմագող, մենակ չես, դուխդ հավակի էլի, են որ էլան ասին մենք ենք տերը մեր երկրի, մենք մեր երկրի տերն ենք, մենք ինչի բիդելնենք, հայտարարենք, մենք ենք տերը մեր երկրին, ումն ենք մենք հայտարարում, այս թուլա, թուրկա ջվուդ հայախոսները, էլան հայտարարին, որ իրանք են տեր ես երկրի, տղեկներին զգուշացրեք ծնողներ, զգուշացրեք, որ շար են, եթե կբնում են, ուրիշ մի ձևի լավ կզծնեն յանտա, հավակվում են ողմագով ու մեջքից դանագով խփում են ժողովուրդ ջան, մեջքից դրանք դեմ առ դեմ, աջին կռիվ տվող չէ, ձեր երեխեքներին թարգեք էքսկուրսիաներ ուղարկել, դրա մասին էլ կխոսամ, այսօր աշտարակում էքսկուրսիա գնացող ավտոբուսա, շուրեկ է, փառք Աստծո երեխեքներին վարորդին բան չի եղել, վարորդներ, հայեր, ձեր տրանսպորտներից զգուշ մնացեք, ձեր ավտոների զապչասներ կարան գյոզերով, վնաստան, գնաք ճանապարհ շուր գաք, իրանք գիտեն երեխա եք տանում, առաջ երեխեքներին տանում են, գրված էր «Осторожно, дети», ոստիկանությունը սապրավաժդենի գնում էր, Նիկոլին ալամ աշխարհով են տանում, բերում, Հայաստանի կեսը սարքել են Նիկոլի ախրանիկ, երեխեքներին տանում են, առանց զգուշացման, որ երեխեք են, գնում են շուռ են տալիս երեխեքներին, բարեբախտաբար երեխեքներին բան չի եղել, ժողովուրդ երեխեքների տեր ու տիրական կայնեք, ես չեմ ասում դուք անփույթ եք, իրանք են փորձում ներկայացնել, որ հայ ծնողները անփույթ են, դրա համար է իբր թե դեպքերն լինում, զգուշ մնացեք, թշնամին կողը դա, թշնամին տանդ մեջն է, 1000 ձևով երեխա են գողանում, նարկոտիկ ես հլը 3 տարի առաջ, 3-րդ մասից վիդեո եմ արել, ոնց բուղին կայնցրել են թուրքի լամուկին, մոտ մի 13-15 տարեկան, սև մայկով, սաղ փայլուն սենց քարերով վրեն խաչ, էդ որ մի հայ տղեն, այսինք սաղ մայքի վրեն դեմից, հետևից, թևերից խաչ փայլուն, իբր թե հայա կայնողը, գլխին
պլանի տերևով, տարբեր գույներով գլխարկներ էին ծախում։ Մոդի գացել եմ առևտրականների մամաներն էլ եմ լացացրել։ Էս ինչ ռեկլամա է հայերի մեջ, որ նորմալ է պլանի տերևով գլխարկներ, ռեկլամա։ Ուրեմն այս տղեն պլանի գլխով, տերևով գլխարկը վրել, մոդի գացա ասի, այս ինչ տերև է գլխիդ վրեն, հարցակվեց վրես, քո ինչ գործնա, մի կողմից մերը դուրս եկավ, տոչնի ինքներ, սումկեն թևի տակ, ծառների հեռու տեղ կայնած էր ստրախովկա։ Մյուս տեղից գումերվա բարբարով մի հատ պարավ դուրս եկավ, իբր թե էլ տատնա։ Կրիշա են կայնած, որ էսի ընդամենը բալիկ է։ Պլան են, ծառների տակ կայնած երեխեքներին կանչում են, մի հատ հայ 2 տարի առաջ գրեց, որ գնացել է Գերմանիա, ասմա թորիս տարա դբրոց հիացած է, անտառի մեջ, այգու մեջ, դաժե կաչելիները, ասմա փայտից էին սարկած էկոլոգիչեսկի չիստի երեխեքների մասին են մտածում, բան, սենց ընդհանուր տպավորություն։ Ասմա տեսա ծառների տակները նեգրներ են կայնած, տղոս ասի սրանք ինչի են կայնած, ասեց երեխեքներին նարկոտիկ են տալիս։ Ուրեմն մի գյուղում էլ երեխուն էքսկուրսիա տանելուց նարկոտիկ են տվել, ժողովուրդ ջան, սպայս, սինթետический սպայս, նաուբոյ, երեխեն սաղ մնաց է, բայց ոչ մեկին չի ճանաչում։ Դրա մասին առանցին կխոսամ ժողովուրդ ջան, այնենց որ ձեր երեխեքներին ոչ մի էքսկուրսիա մի ուղարկեք, ոչ մի տեղ մի ուղարկեք, մի թողեք, իբր թե բարեգործական, սնունդ են տալիս, բան են տալիս, 1000 ու մի բան, որ հետո հիվանդություն առաջանա։ Ձեր երեխեքներին հայեր պայեք ձեր փեշեքների կողքը։ Առաջվա Հայաստանը չի։ Թշնամին 100 տարից ի վեր ստեղ ա եղել, իրան ուղղակի ասել են խելոք նստի, հիմա ակտիվացել են, ակտիվնի ֆազա հարձակվում են, հատ հայերին սպանում են, ձեր երեխեքներին պահեք ձեր փեշեքների կողքը հայեր ջան, ոչ մի էքսկուրսիա, թկած իրանց էքսկուրսիաների վրա, երգիրը պահենք, ազգը պահենք, սրանց ոչնչացնենք, մեր երեխեքը ապրեն ազատ երջանիկ մեր երկրում, հասկացաք հայեր ինչա կատարվում, շնորհակալություն հայեր ջան։